Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ես մի քիչ հոգնած եմ, մի քիչ հոգնած կխոսեմ, բայց պիտի խոսել, որովհետև այսօր պաշտոնապես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունը փաստացի լուծարելու որոշում է կայացրել։ Եթե սա առաջին հայացքից ձեզ համար կթվա անիրատեսական սենսացիոն, եթե այս գնահատականը ձեզ կթվա անհեթեթ, ապա ես փորձեմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Դանդաղ եմ խոսելու, գուցե երկար ստացվի այս տեսանյութը, բայց դա էական չի։ Սիլվա Կապուտիկյանի մի բանաստեղծություն կա, որը ես առանց հուզմունքի և փշաքաղվելու չեմ կարող, թեկուզ ինքս ինձ համար արտասանել, խոսքը պատգամ որդուս բանաստեղծությունն է, երբ ասում է լսիր որդիս, պատգամ որպես սիրող քո մոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց։ Ամեն անգամ կամ հաճախ այս բանաստեղծությունը լսելիս կամ կարդալիս կամ արտասանելիս ես մտածել եմ, որ այո, դա մոր, դա իքական սկզբունքի պատգամն է որդուն, ժառանգությունն է որդուն, իսկ ինչ ժառանգություն պիտի հայրը թողնի որդուն, այդ տեսակ սրբազան, որը մայրենի լեզվի պես սրբազան, հայոց լեզվի պես սրբազան, ինչ կարող է հայ տղամարդը թողնել իր զավակներին։ Եվ ես կարծում եմ, որ դա պետականության, ինքնիշխանության գաղափարն է, հայոց պետականության, հայոց ինքնիշխանության գաղափարն է, որ հայ տղամարդը կամ ցանկացած ազգի տղամարդը իր ժառանգներին կարա թողնի։ Քաղաքական գաղափարների ժառանգությունն է, որ տղամարդը կարա իր զավակներին թողի։ Ես հիմա կխոսեմ, կբացատրեմ, դուք կտեսնեք ինչ նկատի ունեմ։ Եվ հիմա իմ զավակները փոքր են այս խոսքը հասկանալու համար, բայց այդ դիրքերից այդքան պատասխանատու ես հիմա արտահայտվելու եմ, որ եթե այս տեսանյութը պահպանվի և օրերից մի օր հասնի, իմ զավակները լսեն արդեն չափահաս դարձած, լսեն ու հասկանան իրանց հերը ինչ է ասում իրանց։ Ահա դե ինչու ես չեմ շտապի և ինչ-որ բլոգ վարելու կամ լայվ անելու տրամաբանության մեջ չեմ սա խոսալու։ Այսօր ազգային ժողովը քվեարկեց, Նիկոլական ազգային ժողովը քվեարկեց ընտրելու իրավունքի սահմանափակման մասին, պնդելով, որ եթե վերջի 2 տարում, համենայն դեպս մինչև այդ այլ նախագիծեր կարծես վերանայեցին, եթե վերջի 2 տարվա մեջ 1 տարին քաղաքացին չի ապրել Հայաստանում, ապա հանրաքվեի մասնակցելու իրավունք չունի և ընտրություններին մասնակցելու իրավունք չունի։ Շատ շատերը կարան սրա հետ համաձայն լինեն առանց խորը մտածելու, որովհետև ասելու են, դե հա բա մարդը, որ չի ապրում Հայաստանում, ինչի պետք է քվեարկի։ Բայց ինչն է ստեղ շատ կարևոր մի նրբություն, որ այդ տրամաբանությունը, որ եթե ինքը չի ապրում ստեղ, մշտաբնակ չի ստեղ, ինչի պետք է ինքը քվեարկի, ինչի պիտի ինքը ընտրություններին մասնակցի, ուշադրություն։ Դա տեղական ինքնակառավարման ընտրությունների տրամաբանություն է։ Դա գյուղապետի, քաղաքապետի, միգուցե նույնիսկ մարզպետի կամ չգիտեմ շրջանի ղեկավարի ընտրության տրամաբանություն է։ Դա քաղաքացիական ընտրության տրամաբանություն չի։ Դա գավառական ընտրության տրամաբանություն է։ Գավառն է իր ցեղակցին
իր հայրենակցին ասում է, «Էս ես գյումրեցի, էդ դու ախալքալակցի, էս ես մարտունեցի, էդ դու մեղրեցի»։ Դա նորմալ է, եթե խոսք է գնում տեղական ինքնակառավարման մասին։ Երկիրը ամբողջ երկրի մասշտաբով մի ամբողջ ազգ ներկայացնող սուբյեկտը քաղաքական կազմակերպությունը, որն է պետությունը։ Չի կարա ասի, «Էս ես տեղացի, էդ դու երկքաղաքացի սփյուռքահայ, էս ես տեղացի, էդ դու խոպանչի»։ Չի կարա ասի։ Այդ տրամաբանությունը քաղաքացիության, այդ տրամաբանությունը հայրենիքի, պետության տրամաբանություն չի։ Այդ տրամաբանությունը գավառական տրամաբանություն է, տեղական ինքնակառավարում ընտրելու տրամաբանություն է։ Դու վեդեցի, գործ չունես, թե ես Վարդենիսում ավագանի ում կընտրեմ, դու իրավունք չունես ստեղ քվեարկես։ Եթե դու վեդեցի, կուզես Վարդենիսում գյուղապետ կա քաղաքապետ ընտրել, ապա բարի եղի, արի Վարդենիս 2 տարվա մեջ մի տարին ապրի, այդ մի տարի ապրելուց հետո դու Վարդենիսում ավագանի կընտրես, եւ այսպես է օրենքը ի դեպ։ Բայց դու վեդեցի, չես կարող առանց Վարդենիսում վերջի մի տարին ապրելու կամ 2 տարի ապրելու, չես կարա Վարդենիսում քաղաքապետ ընտրես, որտեղ դու վարդենիսցի չես, դու վեդեցի ես։ Պետությունը ի տարբերություն սրա շատ ավելի համապարփակ կազմակերպություն է քաղաքական։ Այս տրամաբանությամբ վեդեցին, վարդենիսցին, գյումրեցին, մեղրեցին, մարտունեցին, կարան այս նույն տրամաբանությամբ ընտրել իրենց տեղական ինքնակառավարման ղեկավարին։ Եթե նրանք չունեն պետություն ու ինչ-որ ինքնավար մարզ են ենթադրել Ռուսաստանի կազմում, եթե նրանք ինչ-որ մի հատ գյուղ կամ քաղաք են, Թուրքիայում որպես վիլայեթ են, չգիտեմ ինչ են։ Հասկանում եք նրբությունը այս տեղաբնակության, այս որ ես այստեղ կաբրիմ, դու այստեղ չես ապրի աբջան, ուրեմն դու չես կռնա այստեղ ընտրություն ենե, սա տեղական ինքնակառավարման տրամաբանություն է, որը գործում է նույնիսկ, եթե հայությունը չունի սեփական պետություն եւ Հայաստանը ինչ որ մի պետության կազմում է, Ադրբեջանի կազմում է ենթադրենք։ Իդեպ Ղարաբաղցիներին հենց սա առաջարկել են կուլիսներում եւ Ղարաբաղյան քաղաքական վերնախավը չի համաձայնվել։ Ղարաբաղին սա առաջարկել են, որ կլինեք Ադրբեջանի կազմում, դուք ձեզի կընտրեք տեղական ինքնակառավարման ղեկավարներ, ոչ մեկ դրսից, Բաքվից, դեսից, տենից չի կարա մտնի ձեր տեղական ինքնակառավարման ընտրության մեջ։ Եվ նրանք հրաժարվել են, ասել են, «Դի թուլափա եք մեզ առաջարկում»։ Ոչ։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իր ձեռով որոշում է կայացնում, որ այսուհետև Հայաստանում ընտրությունները գնալու են ոչ թե պետության, համապետականության տրամաբանությամբ, ոչ թե համազգային տրամաբանությամբ, այլ գնալու են գավառական, տեղական տրամաբանությամբ։ Սա փաստացի նշանակում է գիտակցված թե անգիտակից կերպով։ Սա փաստացի նշանակում է լուծարել Հայաստանը որպես պետական սուբյեկտ, որպես պետական քաղաքական կազմավորում, որպես պետականորեն կազմակերպված ազգի բնուրդագիր։ Հասկանում եք։ Այսուհետ Հայաստանում ըստ, եթե սահմանադրական դատարան են դիմելու բան, բայց այսուհետ Հայաստանում քաղաքական իշխանությունը այդ տրամաբանությամբ է ապրում, որ մենք գավառ ենք, մենք պետություն չենք,
Մենք ազգ չենք ներկայացնում, մենք տեղացի ենք ներկայացնում։ Տեղացի։ Եվ բոլոր նրանք, ովքեր տեղացի չեն, շատ էլ որ այս ազգից են։ Բոլոր նրանք, ովքեր տեղացի չեն, նրանք ընտրելու իրավունք չունեն։ Հաջորդ դրվագը հուսամ էսի հասկանալի բացատրեցի։ Հանրաքվեին քվեարկելու եւ ընտրություններին քվեարկելու գործողությունները դրանք իրենց էությամբ խիստ տարբեր գործողություններ են, խիստ տարբեր։ Այս սահմանափակումները դրվում են ոչ միայն համապետական ընտրությունների վրա, պարլամենտի ընտրություն կլինի, թե չգիտեմ, ուրիշ ընտրություն չկա համապետական։ Ուրիշ ընտրություն չունի այս պետությունը համապետական։ Այսինքն ոչ միայն դրա վրա է սահմանափակումը դրվում, այլ նաև սա դրվում է հանրաքվեի վրա։ Իսկ ինչով է սա առանձնահատուկ։ Հանրաքվեների մասնակցությունը, հանրաքվեներին ընտրությունը, դրանք ավելի շատ բնական իրավունք են, քան պոզիտիվ իրավունք, որպեսզի հասկանալի լինի բացատրեմ։ Եթե նույնիսկ հայ ազգը, հայ ժողովուրդը չունենա օրենքներ, չունենա կարգ, չունենա սահմանադրություն, որին հղում պիտի անի, հայ ժողովուրդը, հայ ազգը ունի իրավունք հավաքվելու, հանրաքվե անելու եւ որոշելու. ես ուզում եմ ունենալ պետություն, ես ուզում եմ ունենալ սահմանադրություն, ես ուզում եմ ունենալ այսպիսի սահմանադրություն եւ այսպիսի օրենքներ, ես ուզում եմ ունենալ նախագահ, պարլամենտ, դատարաններ, այս ամբողջ հարցերը հայ ժողովուրդը բնությունից իրավունք ունի ուզելու, հանրաքվեով որոշելու եւ որոշում կայացնելուց հետո կյանքի կոչելու։ Եվ գոյություն չունի աշխարհի վրա մի սուբյեկտ, մի ուժ, մի օրենք, որը կարա սահմանափակի հայ ժողովրդի այս իրավունքը, հանրաքվե անելու իրավունքը, ուշադիր, ոչ թե նրանց, ովքեր վերջին 314 օր 3 ժամ 56 րոպեն Հայաստանում են բնակվում, առհասարակ հայ ժողովուրդը, հայ ազգը պետականորեն կազմակերպվելու ճանապարհին, եթե նույնիսկ չունի քաղաքացիություն, բայց իրեն իդենտիֆիկացնում է որպես հայ ազգի մաս, իրավունք ունի հանրաքվե անելու եւ քաղաքական ինքնություն ձևավորելու, քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն մինչև քաղաքացի դառնալը հայը այս իրավունքն ունի, բնությունից աստծուց տված, բնական իրավունքի փիլիսոփայության, գաղափարախոսության հայրերից տրված։ Նա այդ իրավունքն ունի։ Եվ եթե այդ իրավունքի իբր թե իրացումով մենք գրել ենք սահմանադրություն, որում գրված է, որ ՀՀ քաղաքացին եւ ՀՀ երկքաղաքացիները 5 տարի մի անգամ համապետական ընտրություններ կարան անեն, ապա ըստ այդ սահմանադրությամբ, այո, կարա այդ ոչ ու փուչ, ոչ բարով պարլամենտը հավաքվի, այտենց ամբաղ զամբաղ բաներ որոշի, ընտրությունները սենց պետք է լինեն, թե նենց, բայց հանրաքվեի վրա սահմանափակում նա չի կարա դնի։ Հատկապես եթե սպասվում են սահմանադրական հանրաքվե, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե,
որևիցե մի պարլամենտ, որևիցե մի կառավարություն, որևիցե մի սահմանադրական դատարան չի կարա սահմանափակի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրաքվե անելու իրավունքը, հանրաքվեին մասնակցելու իրավունքը, անհնար է դա սահմանափակել, ինչու՞։ Որովհետև գոյություն ունի թե իրավաբանության և քաղաքական փիլիսոփայության մեջ, գոյություն ունի երկու տեսակ իշխանություն, որ ժողովրդին է պատկանում, այսպես ասած, մեկը սահմանադիր իշխանությունն է, մեկը սահմանադրված իշխանությունն է, որն է սահմանադիր իշխանությունը, դա երբ ժողովուրդը հանրաքվեով սահմաններ է դնում, ասում է էս է կարգը ապրելու, էս է խաղի կանոնները, սա սահմանադիր իշխանությունը, սա Աստծուց է գալի, սա բնությունից է գալի, սա Ջոն Լոկից է գալի, սա գալիս է այնտեղից, որտեղից ոչ ոք չի կարա սահմանափակի։ Երբ որ այս կարգը հաստատված է, արդեն այդ նույն ժողովուրդը որպես քաղաքացի ունի նաև օրենքներում սահմանադրության մեջ դրած սահմանադրված իշխանություն, գնալու եւ 5 տարին մեկ քվեարկելու, ոչ թե 2 տարին մեկ։ Ես կուզենայի 2 տարին մեկ քվեարկեինք պարլամենտի համար, 6 տարին մեկ սենատի համար, 4 տարին մեկ էլ նախագահ ընտրեինք։ Ես այդպես կուզենայի։ Բայց հայ ժողովուրդը այդպես է որոշել, ըստ իդեայի, հա, սահմանադրություն է գրած, ու այդ սահմանադրությանը մեզ կապել են, այդ սահմանադրված մեր իշխանությունը արդեն այսքան է, 5 տարին մեկ։ 5 տարին մեկ գնաս կընտրես, նրանց հետո 5 տարի հետո կգաս էլի կասես, կընտրես։ Ու շնորհակալ կլինես, եթե մենք այդ ընտրությունները կկազմակերպենք առանց խախտումների։ Սահմանադիր իշխանությունը գալիս է սահմանադրություն փոխել, օրինակ ասում այդ 5 տարին մեկը ընկեր, դառնում է 2 տարին մեկ։ Սա սահմանադիր իշխանության իրացում է, ռեալիզացիա է։ Սահմանադիր իշխանությունը գալի ասում են վարչապետին, որ ընտրում էիք, պրծավ։ Այն նախագահներ ոնդ է, ոչ Անգլիայի թագուհի էր, ոչ էլ չգիտես ինչ էր։ Այդ նախագահներն էլ այտենց չի վարկաբեկվելու։ Նախագահը լինելու է գործադիր իշխանության ղեկավարը ու առաջնային մանդատով օժտվելու է, այսինքն ընտրվելու է ՀՀ քաղաքացիների կողմից։ Սա սահմանադիր իշխանությամբ է մարդը գալի, ժողովուրդը գալի, ասում եւ այս խոսքը կազմակերպվում է հանրաքվեի ձևով, որոշվում է հանրաքվեի ճանապարհով։ Հիմա դու չես կարա պարլամենտով սահմանափակես ես հանրաքվե անելու մարդու իրավունքը, հանրաքվեին մասնակցելու մարդու իրավունքը, հանրաքվեին մասնակցելու իրավունքը սահմանափակելով դու ոչ միայն նրա ընտրելու իրավունքն ես առհասարակ սահմանափակում, դու սահմանափակում ես նրա սահմանադիր իշխանությունը, ինչը Աստծուց է տված, անսահմանափակելի է դա անսահմանափակելի է։ Նույնիսկ սահմանադրական դատարանը չի կարա իր որոշումով դա սահմանափակի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սա մյուս կետը այսօրվա պարլամենտի որոշման, որ հանրաքվեի եւ ընտրությունների մասնակցությունը մի բլոկով սահմանափակել են, մի բլոկով, որտեղ ես համոզված եմ, նրանք նույնիսկ տարբերությունը չեն զգում սրա։ Համոզված եմ։ Եվ նրանց իրավաբանները խելացի սրա տարբերությունը գիտեն, բայց կյանքում կիրառելու հարցում խնդիրներ ունեն։ Շատ մարդիկ շատ բան գիտեն, բայց դա կյանքում կիրառելը մի փոքր այլ հարց է։ Հիմա երրորդ կետը, քաղաքացիությունը որպես այդպիսին, այդ ինչ բան է, այդ ինչի է տեն ուտում։ Եթե հարցը տեղաբնակությունով է ու ժամանակավոր է որոշում, թե այստեղ նստակյաց իշխանա եղե եւ իշխանա դուրս է եղե, այդ դեպքում քաղաքացիությունս այդ ինչ հասկացություն է։ Ինչի մասին է այդ քաղաքացիությունը։ Ես ձեզ օրինակ մի բան ասեմ, հնդիկ
որ եկել է Հայաստան, մի տարի ապրել է ենթադրենք Վեդիում, մի տարի գրանցվել է եւ ապրել է Վեդիում, եթե Վեդիում մի տարի հետո ավականու ընտրություններ լինեն, այդ հնդիկը ցուցակներում հայտնվելու է եւ գնալու է քվեարկի։ Գիտեք սրա մասին։ Բայց նա Հայաստանի քաղաքացի չի։ Այսինքն գավառական տեղական ինքնակառավարման ընտրությունների տրամաբանությամբ հերիքա որ նա այստեղ ա եղել 1 տարի շարունակ, այստեղ ա ապրե, աշխատե, գործ արե։ Ապրում աստե գրանցված է Վեդի վրա, որպես այստեղի բնակիչ, ոչ քաղաքացի, բնակիչ լինելու հիմքով ինքը ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Վեդու համայնքապետ ընտրելու հարցում, ավականի ընտրելու հարցում։ Բայց այդ քաղաքացիությունն է ինչ է, ընկեր ջան, դա բնակչից ինչով է տարբերվում։ Այն որ հիմա դու գրեցիր, այսօր քվեարկել եք դուք, որ չկա ՀՀ քաղաքացի, կա բնակիչ, եւ եթե դու Հայաստանի Հանրապետության բնակիչ չես, դու չես կարող այդտեղ ընտրության մասնակցես։ Քո քաղաքացիությունը ծալած ունենամ։ Դա իրանց որոշումն է այսօր։ Նիկոլեն այսօր էդի քվեարկել են։ Նրանք քվեարկել են, որ բնակիչն է իրավունքի սուբյեկտ Հայաստանում, ոչ թե քաղաքացի։ Բնակիչը եւ ահռելի զանգված մարդկանց ողջունում այսի։ Համոզված եմ չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Համոզված եմ։ Բնակիչը նաև հնդիկը, ընկեր, որ մի տարի ստեղ է ապրում։ Ավելին ասեմ, այդ հնդիկը կարա նույնիսկ ավականու տեխնատություն ներկայացնի, եթե բավարար ժամանակ բնակիչ եղավ ստեղ։ Նա կարա ավականու տեխնատու դառնա, բնակիչ լինելու հիմքով։ Քաղաքացիությունը տեղ պետք չի, բայց քաղաքացիությունը այդ ինչ է։ Բնակիչ լինելուց այդ ինչով է տարբերվում։ Հասկանում եք ինչ է հարցը։ Հասկանում եք նրբությունն ու խորությունը։ Քաղաքացին դի տերն է։ Տեր է դա, տեր։ Հեստունը իմն է։ Զամոկը կուզեմ կփագեմ 10 տարի չեմ ապրի տեղ, բայց դա իմ տունն է։ Կուզենամ 50 տարի չեմ ապրի տեղ, դա իմ տունն է։ 50 տարի հետո էլ կժառանգեմ թորանս, դա իմ տունն է։ Էսա քաղաքացիությունը։ Մեկ է կողից հարևանն եկել ասում է հլը մի րոպե, ես դու 10 տարի ստեղ չես, հա։ Ես հիմա ստեղ բերելու եմ իմ հարազատներին բնակեցնեմ, ու նրանք են որոշելու այս տան ապագան։ Դու ով ես, դու ստե չես ապրում ասում է։ Հասկանում ես քաղաքացին ինչ է։ Ասում եմ, օհո, էդ իմն է։ Ես քաղաքացի եմ։ Ես ուզենամ 50 տարի էլ էդ չեմ գա, բայց ես քաղաքացի եմ։ Ես դրա տերն եմ, ու դրա ժառանգորդն եմ, ու դա ժառանգություն եմ թողելու իմ երեխեքին։ Քաղաքացին դա այդ տարածքի, այդ ժողովրդի, այդ ցեղի, այդ ազգի պետականորեն կազմակերպված այդ ամեն ինչի այդ անհատն է, ով մյուսների հետ պետականորեն կազմակերպվել է։ Հասկանում եք։ Երբ քաղաքացին այդ որն է, այսինքն դու համստեղ ունես քաղաքական իրավունքներ, համ այն մյուս երկրում ունես քաղաքական իրավունքներ, երկ քաղաքացի։ Եթե բնակիչով լիներ քաղաքական իրավունքներ, այդ թվում ընտրելու իրավունքը որոշվեր, ապա չէին ասի երկ քաղաքացի, էլ քաղաքացիություն ինչների սա պետք։ Քաղաքացին տվյալ համայնքում քաղաքական իրավունքներ ունեցող մարդն է, անհատն է։ Քաղաքական իրավունքները դա ընտրել, ընտրվել, քաղաքական կազմակերպություն ձևավորել, ակցիաներ իրականացնել, միջոցառումների մասնակցել։
քաղաքական իրավունքների մեջ են մտնում քաղաքական համոզմունքներն ու քաղաքական խոսք արտահայտել, քաղաքական որոշում կայացնել, այդ թվում հանրաքվեի ճանապարհով։ Եվ վերջին հաշվով ապստամբել բոլոր այն իշխանությունների դեմ, ովքեր եկել են լուծարելու քո պետությունը, ովքեր եկել են գավառ դարձնելու, անկախ գավառ դարձնելու քո պետությունը, ովքեր ոչնչացնում են քաղաքացիությունը, տեղում բերելով բնակչություն, բնակչի կարգավիճակ։ Մի 15 տարի առաջ Շանթը ասում է, նասիլենիա ասում էր, Հայաստանում նասիլենիա։ Այն երբ որ գրաժդաններին դարձնում են նասիլենի, ու ասում են մենակ նասիլենին կարա ընտրություն անի, գրաժդանինը չի կարա ստե ընտրություն անի։ Այնինչ ընտրությունը ժողովուրդ ջան, դա քաղաքական իրավունք է եւ զտարյուն քաղաքացու իրավունք է։ Միայն քաղաքացուն բնորոշ իրավունք է։ Պետական մասշտաբով ընտրություն անելը։ Եվ ես սրա մասին արդեն ասել եմ, Հայաստանի Հանրապետություն տարեկան գալիս են, վերջի տարիներին գալիս են մոտ 5 միլիարդ դոլարի տրանսֆեր, 5 միլիարդ դոլար, լավ 4-5 միլիարդ դոլարի տրանսֆեր, դա մենակ բանկերով, թե մարդիկ իրանց գրպանում ինչքան փող են բերում Հայաստան, դա Հայաստանի էներգիան է, դրանով է Հայաստանը շնչում, նաև Հայաստանի ամբողջ բյուջեն դրանից 1.5 անգամ է ավել, ՀՀ բյուջեն այդ փողից 1.5 անգամ է ավել, այն երկքաղաքացիները, այն խոպանչիները, այն քաղաքացիները, որոնց դուք այսօր որոշել եք, արգել եք, որ նրանք ընտրելու իրավունք ունենան, տարեկան 5 միլիարդ դոլար փող են մտցնում այս երկիր։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պայքարի մեջ, գիտեք ինչքան է խոստացել Հայաստանին։ 30 միլիոն դոլար։ Այդ տրանսֆերների հաշվին, այդ դրսի ապրող հայության հաշվին, մենակ մի 3 օրում այդքան փող է մտնում։ Այսինքն Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որ էդի հայտարարեց, չէ, 30 միլիոն փող կտանք Հայաստանին։ Վաղը լույսը բացվավ, այդքան փող արդեն մտել է Հայաստան, մենակ տրանսֆերների ձևով։ Այդ մարդը ստեղ քվեարկելու իրավունք չունի, այդ ժողովուրդը ստեղ ձայնի իրավունք չունեն, նրանք ով են, կթուկով են, հա? Կթուկով են էլի, որ նկատ չեն, դա կմորթենք կուտենք, հա? Հասկանում եք դա ինչ է։ No taxation without representation, ոչ մի հարկում առանց ներկայացուցչության։ Էսի Ամերիկայի հեղափոխության անկախության պատերազմի լոզունգներից մեկն է եղել։ Երբ որ սկսել են, փորձել են Բրիտանիայից հարկերը բարձրացնել, ամերիկացիներն ասել են, մենք ձեր ներկայացուցիչների կամ համայնքների եւ լորդերի պալատներում մենք ունենք ներկայացուցիչ, ասել են չէ, չունենք։ Բախի պետք է մենք հարկ տանք, որովհետեւ պարլամենտի հիմքը հարկերի լեգիտիմացումն է։ Պարլամենտը սկսում է քսակի իշխանությունից, որը հարկերի турքերի լեգիտիմացումն է եւ պետական ծախսերի լեգիտիմացումն է, դա է պարլամենտը։ Եթե մարդը պարլամենտում ներկայացուցիչ չունի, նա չունի ոչ հարկային պարտավորություն, ոչ турքերի վճարելու պարտավորություն չունի։ Սա դասական սկզբունք է, քաղաքագիտական, no taxation without representation։ Հիմա նայեք, բայց եթե այս տրամաբանությունը մենք գիտենք, հա, ենթադրենք դպրոցից սովորել ենք, ենթադրենք, ամեն քայլափոխի գիտենք, այնքան քաղաքականապես հասուն ենք, որ գիտենք, որ պարլամենտը ինչի ենք ընտրում բան, ոչ թե որ ինչ ուզեն ընդ որոշեն, դա ընտրում ենք, որ առաջինը մեր հարկերին տերելն են, մեր վճարած փողերի քանակը ճիշտ որոշեն, մեր սրտով որոշեն, եւ երկրորդ
դրա ծախսերը վերահսկեն, սա մի խոսքով։ Հիմա 5 միլիարդ դոլար Հայաստան փող խրգող մարդիկ իրավունք չունեն, ստե ներկայացուցիչ ունենան պարլամենտում։ Խնդրում եմ ամեն մեկը ձեր համար պատասխանեք։ 5 միլիարդ դոլար դուք ինչքան եք տալի вообще։ Ու հատկապես գիտես, 1 միլիոն մարդու եմ դիում, ովքեր քաղաքային բնակչություն չեն, գյուղաբնակ են։ 1 միլիոն մեր գյուղաբնակներին եմ դինում։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Ասեմ ուրեմն նախ շնորհակալ եմ, որ դուք գյուղում եք ապրում։ Երկրորդ, ասեմ, որ այդ ձեր դբրոց, փողոց, մողոց, այդ որ սաղ սարքում են, էդի քաղաքում ապրող մարդկանց վճարած հարկերի հաշվին է խաբար եք։ Գյուղատնտեսությունը ազատված է հարկերից։ 1 միլիոն մարդ Հայաստանում, գյուղերում, թոշակ է ստանում, երեխեն ձրի դբրոցա գնում, փողոցներն են ասֆալտապատում, արագաչափ են դնում, տարբեր սուբսիդիաներ են տրամադրվում, իրանք դե քոր կոպեկ չեն ծախսում։ 1 միլիոն մարդ գյուղաբնակ քոր կոպեկ չի ծախսում իր բարեկեցության վրա, որ պետության կողմից ստանում է։ Ինքը մենակ գույքահարկ է մուծում, որը քաղաքում եղած գույքահարկի համեմատ շատ ավելի ցածր է, ավտոմեքենաները չհաշված։ Իր գույքահարկը քաղաքի գույքահարկից շատ ավելի ցածր է։ Հանգեր գյուղացիներ։ Այդ որը տենց 1 միլիոն մարդ, մոտավորապես 1 միլիոն մարդ անում գյուղացիությունը Հայաստանում։ Այդ որը տենց ջուր ստանում եք, դուք կարաք էթա քվեարկեք իշխանություն ընտրեք։ 5 միլիարդ դոլար Հայաստան մցնող մարդը չի կարա գնա իշխանություն ընտրի, քվեարկի, նրան արգելված է, հա։ 1 միլիոն հարկ չվճարողի արգելված չի, ներկայացուցիչ ունենալ պարլամենտում, բայց արիտես երկքաղաքացին կամ խոպանչին, որ արուն քրդինքով 5 միլիարդ դոլար փող է մցնում տարեկան Հայաստան, Եվրամիությունը 5 տարի առաջ 2.7 միլիարդ է խոստացել որպես աջակցություն։ Այդ 2.7 միլիարդից մոտ 500 միլիոն դոլարը տարբեր ծրագրերի տեսքով հլվորեք է։ Այսինքն այդ Եվրամիությունը, այդ պուպուշ, այդ հզոր 5 տարում ուղարկել է 500 միլիոն դոլար փող։ Հակոբ Բադալյանի եթերները լսեք, այդ տվյալները ներկայացնում է։ Հայաստանի դրսում ապրող եւ Հայաստան փող ուղարկող ժողովուրդը, եթե ընդունենք, որ 5 տարի առաջ 2-3 միլիարդ էր ուղարկում, 5 միլիարդ չէր, մոտավորապես այս ընթացքում 20 միլիարդ դոլար փող է խրգել։ Եվրամիությունը 500 միլիոն, մեր դրսում ապրող հայրենակիցները 20 միլիարդ դոլար։ Եվ 18 թվի դրությամբ իդեպ երկրի թալանը եւ երկրից դուրս գնացած փողը կազմում էր 10 միլիարդ դոլար։ Այսինքն ինչքան մինչև 18 թիվը երկրից թալանվել է, երկու դրա չափ 18-20 թվից հետո մինչև այսօր մեր երկու դրա չափ փող է մցրել լցե Հայաստան։ Երկու դրա չափ։ Այդ մարդիկ պարլամենտում ներկայացուցիչ ունենալու քաղաքական իրավունք չունեն։ Եթե սա հատուկ ծրագիր չի այդ մարդկանց կոդրելու, ջարդելու, հիասթափեցնելու, ապա ես չեմ հասկանում սրա տրամաբանությունը։ Մի հատ ուրիշ հարց։ Սահմանադրական դատարանում ես վերջին օրերի քննությունների ժամանակ ԱԱԾ-ին, ազգային անվտանգության ծառայությանը, դիմել էին պաշտոնական թվեր ներկայացնելու, թե այսքան որ խոսում ենք դսից, ռսաստրուկները, կոռումպացված եւ այլ եկել էին ընտրությունները մեր հարամեին, հարցրել ինչքան մարդ է այս տարի ավելի շատ եկել, քան անցյալ տարի։ Այդ նույն ժամանակահատվածում պարզվել էր, որ այդ նույն ժամանակահատվածում մայիս-հունիս ամիսների կտրվածքով 2-ից 3,000 հոգի մարդա ավել եկել ընտրությունների, 2-ից 3,000, այսինքն այդ ամբողջ շուխուրի տակ 3,000 մարդու ավելցուկ է, իտո ապացուցված չի, որ նրանք բոլորն եկել են ու գնացել են ընտրությունների, ուղղակի 3,000 մարդ ավել է եկել։ Հետ էլ ապացուցված չի, որ այդ բոլորը Հայաստանի քաղաքացիներ են, ուղղակի 3,000 մարդ ավել է եկել։ Եվ սրա համար միայն 100,000 մենք խոպանչի ունենք,
տարբեր տարիների տարբեր թվերա, 80-ից 120,000 թվերա։ Դու 100,000 խոպանչու արգելում ես ընտրելու իրավունքից, զրկում ես ընտրելու իրավունքից։ 100,000 խոպանչու արգելում ես, որտեղ 3,000 հոգի այս ընտրություններին եկել են ու լավ են արել, եթե նույնիսկ եկել են։ Իրանց իրավունքն է եղել։ Իրանց իրավունքն է եղել, իրանց անունները ընտրացուցակներում գրած է եղել։ Այդ մարդիկ հոտ զորբա խարլակ ձևով չեն եկի։ Այնտեղ իրանց Ռուսաստանում փող են տվել, լիքը մարդիկ էլ գալիս են, ստեղ են փող տալի։ То Ռուսաստանից то արևմուտքի то իշխան, այ մարդ 10,000 դրամ թոշակ բարձրացեց ափաշկարա առանց բյուջեում հաստատվելու։ Հիմա չեմ ուզում սրա վրա կախվեմ։ Բայց այդ 100,000 խոպանչին պլյուս մի քանի 100,000 երկքաղաքացի կամ ՀՀ քաղաքացի, որ Հայաստանում չի ապրում վերջի 1-2 տարում։ Նրանք մասնակցելու ընտրություններին քվեարկելու իրավունք չունեն։ Բա քաղաքացիությունը ինչի մասին է։ Քաղաքացին դա տվյալ ազգի, այսինքն պետականորեն կազմակերպված ժողովրդի մի մասնիկն է, մի անհատն է։ Եվ պարտադիր չի որ նա լինի ամեն օր ստեղ նստած։ Նա կարա ստեղ լինի, կարա դուրսը լինի, բայց ինքը իրան զգում է այս մեծ կազմակերպվածության մի մասնիկը։ Բազմաթիվ ծրագրեր, ես իմ կողմից խոսեմ, առողջապահական իրականացվել են արտասահմանում ապրող շատ բանիմաց, փորձառու, նույնիսկ հանրահռչակ բժիշկների հաշվին։ Եվ այդ բժիշկների հաշվին դու կարողանում ես առողջապահական խոշոր ծրագրեր իրականացնել։ Այդ բժիշկներին ընտրելու իրավունքից քեզ զրկում, քամխի չես տալի ընտրելու իրավունք։ Հա՞։ Կթուկով են։ Հպատակը քաղաքացուց տարբերվում է նրանով, որ չունի քաղաքական իրավունքներ։ Կա թագավոր, կա որոշակի օլիգարխիա կամ էլիտաներ, որոնք ոնց որոշումը տենց երկիրը առաջ են տանում։ Մնուսները տեղ որպես հպատակ ապրում են։ Սա մոդել է կառավարման, պետության կառուցվածքի մոդել է, հարց չկա, սենց էլ է լինում։ Հանրապետությունը, որտեղ քաղաքացիներ են արդեն ոչ թե հպատակներ, նրանք են իշխանության աղբյուրը, նրանք են որոշում, նրանցից է բխում այն կադրերը, որոնք երկիր են առաջնորդում։ Եվ քաղաքացին ի տարբերություն հպատակից, այո, ունի քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք, որոնցից շատ կարևոր մի իրավունք է ընտրելու իրավունքը։ Հիմա դուք, եթե զրկում եք քաղաքացուն քաղաքական իրավունքից, դուք ինչն եք քանդում պետությունը, հանրապետությունը, ճիշտ ես, հանրապետությունը, որտեղ հանրապետությունը կազմված է պետականորեն կազմակերպված ազգից, որի ամեն ներկայացուցիչ քաղաքացի է։ Քաղաքացի է քաղաքական իրավունքների իրացման հիմքով։ Եթե չունի քաղաքական իրավունքներ, բնակիչ է։ Հիմա որոշել եք, այսինքն ոնց որ Անգլիայի թագավորն է ձևական, չէ, գործադիրը իշխանությունը ըստ էության վարչապետն է։ Թագավորը ճիշտ է, սիմվոլ է, խորհրդանիշ է, բայց ձևական։ Այն թագավորը չի էլի որ եղել է ասել, Կյուրոսը չի։ Հա, Արտաքսերսը չի, Արտաշեսը չի, Տիգրան մեծը չի, Աշոտ երկաթ չի։ Դրանցից ոչ մեկի հետ զուգահեռ չես կարա տանես, իսկական թագավոր չի։ Հիմա դուք որոշել եք քաղաքացուն, հա, վերածել այդ ֆուտլյարի, բուտաֆորիայի։ Դու ով ես, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ինչով կհաստատես, չգիտեմ, խնդրեմ սա իմ անձնագիրը։ Հա, բայց դու քաղաքական իրավունքներ չունես։ Այսինքն ամբողջ աշխարհը թագավորներին, միապետերին, մոնարխներին է դարձնում դեկորատիվ, սիմվոլիկ նշանակության առաջնորդ, դուք հանրապետության ֆունդամենտը քաղաքացուն եք դարձնում սիմվոլիկ մասնակից ներկայացուցիչ ես ազգի, հա, ինչի, դե հայտարարեք միապետություն,
ասեք, որ դուք եք միապետը, տենանք դուք քանի սերունդ կձգեք որպես միապետ, վերադառնանք այն բարքերին, երբ որ դինաստիաները իրար կոկորդ են կրծում, թե ով պետք է լինի տվյալ երկրում միապետ։ Եկեք դե փոխենք խաղի կանոնները, պարզ հայտարարեք, քեք մտե հանրապետականության քողի տակ, պաշտպանության տակ եւ միապետական զամաշկ եք անում։ Ինչի՞։ Գյուղից թվում է թե մարդ չկա, չի ջոգելու։ Արայիկը Պետրոսյան ասում է 5 միլիարդը որ եկել է Հայաստան, հենց գնացել է ուղիղ մարդկանց գրպանն է գնացել, մարդկանց մոտ է գնացել, մարդիկ ծախսել են, շրջանառել են այդ փողը։ Ասում է Եվրոպայից եկած փողի քանի տոկոսն է շարքային մարդկանց գնացել։ Ճիշտ է ասում։ Այդ Եվրոպայից եկած այդ միլիոնները քանի տոկոսն է գնացել անձամբ մարդկանց։ Քանի տոկոսն է մեջ արվել իրանց շներին բաժանվե, որ առավոտի ծիրիկուն տարբեր լրատվականներում ավել պակաս բլա խոսան։ Ոչ մի բան չհասկանալով։ Բաբաջանյան առանց Շիրինյանի պես վերջում էլ գնան հասնեն ընտրությունների, չգիտեմ, մի քանի հազար ձեն հավաքեն։ Եվրոպա են ներկայացնում։ Գնում ենք դեպի արևմուտք, կերակ ձեր գնալը դեպի արևմուտք։ Քանի հազար մարդ ձեզ Եվրաքվե են կարել, 50,000-ից ավել ձեն ենք հավաքել։ Քանի հազար ձեն հավաքեցիք։ Անկախությունը այդ չի է, որ Ռուսաստանի նկատմամբ դույով խոսաս, դիրքերդ պահես, գնաս մտնես նրա փեշի տակ։ Անկախությունը, որ ստեղից դուրս ես գալի ու մնում ես դու քո տեղում։ Սկսում ես սաղի հետ, այդ եմ ասում, հերը երեխուն հետ կարա ժառանգի, սրբազան, ինքնիշխանությունը, ոչ թե տղես, լսի, ռուսի տակից կլնես, կետած կմտնես Եվրոպացու ոռը, հերը չի կարա տեսբան ժառանգի իրա տղում, մայրը ժառանգում է, հայոց լեզուն հազարագանց, հայրը երեխուն ժառանգում է, ինքնիշխանություն, Գրետան ասում է դու որպես բժիշկ լավ կլինի քո աշխատանքով զբաղվես։ Հարգելի տիկին Գրետա կամ քույրս Գրետա։ Եթե իմանամ ես ասածներից մի 3%-ը սաղ Գերդաստանից մեջ իրար հետ վերցած գիտեք, ես սիրով իմ բժշկությամբ կզբաղվեի, ես երկիրներ այսօրին չէր լինի։ Ներողություն, որ այսպես արտահայտվեցի։ Եթե իրոք ձեր Գերդաստանում կան այս աստիճան խորը գիտակից եւ տիրապետող մարդիկ, խնդրեմ թողան իրար հետ քննարկենք այս հարցերը։ Սիրով ես մարդ եմ մանգալի, որ այս թեմաներով վերցնենք, դնենք, տանք, առնենք, տենանք ինչ ենք անում։ Բայց ավելի շուտ այս ամենը անապատում կանչողի ձայնը, որը չգիտեմ երբ ոնց իր ապտուղները կտա։ Այնպես որ այդ պրիմիտիվ բաները թարգեք էլի։ Ամբողջ աշխարհը քաղաքակրթություն առաջ է գնացել մտավոր սովորած հասուն մարդկանց հետևելով ու լսելով։ Եվ միայն մեր ժողովուրդն է, որ իր միջի բժշկին, իր միջի ու հենց շարքային բժիշկ չի է։ Շարքային բժիշկ չի։ Ու մի միջավայրում է ապրում, որտեղ ցանկացած պահի կարային բերնին տային, բերանը փագեին։ Քոչեցնեին երգից։ Միայն մեր ժողովուրդն է, որ այդ տեսակ մարդկանց փոխանակ ասի, խոսեք, թեկուզ սխալ, խոսեք, այն մյուսներ մի բան խոսի, կդնենք մենք, այդ ամեն ինչը կվելուծենք, կտեսնենք, կքաղենք, հետևություններ կանենք։ Մենակ այս ժողովուրդն ասում է, դու սուս մնա, գնա քո բժշկությամբ զբաղվի։ Բա պորնիկը դաստե խոսա։ Բա ով խոսա։ Ով խոսա։ Գայիշտիկը դա խոսա, որ սա կյանքը կաշառքով տունա պահե։ Բա ով խոսա։
Մուտիլովշիկ լրագրողը խոսա, ով խոսա, այ մարդ, լավ ես չխոսամ, բժիշկը չխոսա, ով խոսա, իրավաբանը չի խոսում, տնտեսագետը հազիվ ծերը ծերի, հələ մի գնատես քանի անգամ ես լսես սահմանադիր ու սահմանադրված իշխանություն, իշխանությունը որպես բնական իրավունք, ամե բերեք կողեք աշկը ստենամ էլի այ մարդ, բերեք ես զրույցները, չին արենա հնչում, ես գիտեմ, ստեղ ընդեղ էլ մարդիկ նստում խոսում են, արասմա գիտես չէ հայկի այդ բաները, որ խոսում է, էդի այդքան էլ տենց չի, բայց տենց պատերի տակ էլի ծակու ծուկեր, ժողովուրդ ջան ես չխոսամ, բա ով խոսա, քաղաքական իրավունք չեն սահմանափակում, անկախությունը էտա, անկախությունը պոզով պոչով չի լինում, անկախությունը դա քաղաքական իրավունքների դրսևորման բարձրակետն է, երբ որ դու քո ազգով պետականորեն կազմակերպվում ես եւ հռչակում ես քո պետություն լինելը, որտեղ ցանկացած մեկը կարա գա քո մոտ լինի քաղաքացի կամ երկքաղաքացի ու քաղաքական իրավունքներից օգտվի քո մոտ իշխանություն ձևավորի ընտրի։ Փոխանակ մենք հակառակը Սփյուռքին բերենք այստեղ իշխանություն ձևավորեն։ Թեկավ սիմվոլիկ, այսինքն ներկայացուցչի մակարդակով։ Օրինակ նախագահի ընտրություններին Սփյուռքը չի մասնակցում, բայց Գերագույն խորհրդում իմ պատկերացումներն է երկպալատ պարլամենտ, ազգային ժողով եւ Գերագույն խորհուրդ, բայց Գերագույն խորհրդում ենթադրենք ամերիկյան հայկական Սփյուռքը երկքաղաքացիները ընտրում են մի մանդատ ունենում են, կամ չգիտեմ երկու մանդատ, բայց կարծում եմ մի մանդատը բավարար է ներկայացուցչություն ունենալու համար։ Մերձավոր Արևելքի հայությունը երկքաղաքացիները մի մանդատ ընտրում են։ Այս դեպքում կարաս ասես երկքաղաքացի ջան, նախագահի ընտրությանը չես մասնակցում։ Դու ներկայացուցիչ ես ընտրում Գերագույն խորհրդում, որը վերահսկելու է նախագահին։ Ջավախ ջան, դու էլ ընտրում ես քո ներկայացուցիչը պարլամենտում, այսինքն Գերագույն խորհրդում։ Արցախ ջան, դու էլ քոնն ես ընտրում։ Եվրոպա ջան, դու էլ քոնն ես ընտրում։ Ռուսաստան ջան, դու էլ քոնն ես ընտրում։ Այսինքն երկքաղաքացիները ընտրում են իրար։ Սենց եթե անես, էլի կասես, տեսեք, դուք ընտրում եք։ Ներկայացուցիչների պալատը, որ ենթադրենք ռեգիոններն են ներկայացնում, հա, ասենք թե Արարատի շրջանը կամ Արարատի մարզը։ Հա լավ, էդի Արարատի մարզի, Արարատի շրջանի բնակիչները թող ընտրեն։ Բայց մեծ գերագույն պարլամենտական իշխանություն, որպես Գերագույն խորհուրդ, դու տալիս ես այդ մարդկանց, քո երկքաղաքացիներին։ Եթե ուզում ես նույնիսկ զանազանես, եթե նույնիսկ ուզում ես ավանտյուրաներից, դրսից մանիպուլյացիաներից պաշտպանես, 100 հատ շնորհքով ձև կա դրան համար։ Դու չես կարող ատամի ցավի համար գլուխը կդրես, որովհետև ատամը ցավում է։ Ատամը չես կարող քաշես անես, գլուխն ես կդրում։ Ոնց որ նարկոմանիայի դեմ պայքարելու շրջանակներում թմրամիջոց հանդիսացող ցավազրկողները 1000 հատ սեյֆերում ու զամոկների տակ դրած է։ Շատ ու շատ մարդիկ այնքան դժվար կարան այդ դեղերը գտնեն, ցավի մեջ տառապում են, ցավի մեջ մեռնում են, ցավի մեջ թո չգիտես ինչ ասես սլնում են, այդ ցավազրկողը չկա։ Անալգին դիմիտրոլ, հա։ Այդ ցավազրկողը չկա, որ ցավը խի վիձիշլի իշխանությունները պայքարում են նարկոմանիայի դեմ։ Ագնա նարկոմանի դեմ պայքարի։ Այս հիվանդ մարդուն ցավերի մեջ չես զրկում իրան այդքան անհրաժեշտ դեղամիջոցից։ Ու այսպեսի բազմաթիվ օրինակներ կան, նույն հեռախոսները, քանի որ կա մաքսանենգություն իբր թե հեռախոսների, բոլորիդ հեռախոսը պետք է կոնտրոլի տակ վերցնեն։ Իե։ Ձեռ ես առնում։ Բռնաբարություն կա աշխարհում։ Հետո սաղիս եղած չեղածը պետք է բանանես, կոնտրոլի տակ վերցես, արագաչափ դնես մարդկանց սեռականների վրա, հա? Աշխարհում բռնաբարություն կա։ Դե արի մոտ կամերա դիր հետևի ամեն օր։ Ամեն ինչ տոշնի է, հո, համը չեն հանում։ Այդպես չի լինում։ Պայքարում ես խախտումների դեմ, գնա պայքարի, բայց այն մարդկանց, ովքեր օրենք չեն խախտում, այդ մարդկանց հանգիստ թող։ Այդ մարդկանց դու գործ չունես։ Նույնպես կա ինչ որ ընտրակաշառքի դրսևորում։ Գնա պայքարի, այս դարում այ ընկեր, սաղ էս էլ թվային դարում։ Ամեն ինչ լսելի ու հասանելի է։ Գնա պայքարի։ Մի հատ է պետք է արգելես քաղաքական իրավունքներ։ Իսկ ինչու է արգելում։
հիմնական նպատակը այս ծրագրի։ Ես այսպես եմ կարծում։ Իմ մտերիմները, բարեկամները, ընկերները մի քիչ թերահավատ են այս վերլուծությանս հետ կապված, բայց ես կարծում եմ շուտապույտ այս հարցի լուծումը ունի առաջիկայում պլանավորվող սահմանադրական հանրաքվեն անցկացնելու նպատակ։ Ես արդեն որերորդ օրն է դրա մասին ասում եմ, պարոնայք դաշնակցական падգամավորներ, գոնե որ լսած եք ելնում ձեզնից առաջ մի 5 անգամ մեկը մի բան ասե, բարի եղեք ասեք Մանասյան Հայկը ոնց ասում է, այդի նկատի ունի։ Այսօր դաշնակցական падգամավորը դետ էր խոսում, այդ ասածս էր ասում։ Կամ եթե դուք ձեզնով եք ջոգե, գոնե ասեք Համել Մանասյան Հայկն է ասում, որ գրագողի տպավորություն չթողեք, վատ եք զգում, որ էդ էլ մի ուրիշ բան է։ Խելոք մտքեր են լսում, կեսը չեն ջոգում, են կեսը ջոգում են, վատ են զգում պրիզնատ գան, չի սիրում, այս ազգի ոչ խելոքը, ոչ հիմարը, խելոք մարդ չի սիրում, հիմարը նախանձից է մեռնում, տո խելոքն էլ է նախանձից մեռնում, դրա համար այսօրին ենք ձեր ցավը տանեմ, երկուսու մոտ, կլորացած թվերով եմ ասում, 2.5 միլիոն ընտրող կա, եթե այսօր հանրաքվե կազմակերպեն, պիտի առնվազն 1/4-ը կներեք էլի շոքա 1/4-ը պիտի այո ասեն, որ հանրաքվեն առնվազն մասնակիցների կեսից ավելը պիտի այո ասեն, բայց այդ կեսից ավելը պիտի լինի գոնե 25%-ը երկրի բնակչության, այսինքն եթե ամբողջ երկիրը չմասնակցի հանրաքվեին, չի անցնի։ Հիմա այս քվորումի հարց կա, այսինքն քվորումը 1/4-ն է, 2.5 միլիոնի 1/4-ը քեզանում է ինչքան 625,000 625,000 մարդ մինիմում պիտի այո ասի, մինիմում 625,000 մարդ պիտի այո ասի, որպեսզի իրանց սահմանադրության հանրաքվեն անցկացնեն։ Հիմա երբ որ այս օրենքը մտցնում են, խոպանչիներ եւ քաղաքացիներ Հայաստանում չապրող Հայաստանի քաղաքացիներ, այդ թիվը մի 300-400,000-ով կրճատվում է։ Այսինքն 2.5 միլիոնը դառնում է 2.2 կամ 2.2 միլիոն կամ 2.100,000։ Սա արդեն որ 4-ի ես բաժանում, դառնում է 525,000 կամ 550,000 մարդ։ Այսինքն մոտ 100,000 մասնակցություն չար է մնում։ Կարան չմասնակցեն ու էլի սահմանադրությունը տանցնի։ Ահա որպեսզի սահմանադրության անցկացումը առաջ գցեն Նիկոլենք, այսօր այս օրենքն են որոշել։ Բայց լուծարում են պետությունը դրանով, որովհետև բնակիչ լինելու հիմքով ընտրում են տեղական ինքնակառավարման իշխանություններ եւ ոչ թե հանրապետական կամ համապետական իշխանություններ։ Եվ այն պարլամենտը, որ այսօր ստորագրել է, որ այլևս երկրում ընտրելու իրավունք ունի բնակիչը, ոչ թե քաղաքացին, նա փաստացի պետությունը լուծարելու որոշում է կայացրել։ Պետությունը գավառացնելու պետական կարգավիճակը երկրի գավառական կարգավիճակի իշխեցնելու որոշում է կայացրել։ Եթե այսօր նույնիսկ հարգելի հայրենակիցներ, սա ձեզ համար համոզիչ չի, կգա օր, երբ որ մարդիկ դպրոցից կսովորեն ինչա քաղաքացիություն, քաղաքական իրավունքներ, ազգի պետականորեն կազմակերպվածություն եւ պետություն։ Երբ որ էսի կսովորեն դպրոցից, հուսամ այս խոսքերը կլսեն ու կասեն, ավելի լավ չես կարա ձևակերպես։ Հուսամ էդի տենց կասեն։ Իսկ եթե այսօր մեր շարքերում այս գաղափարը ընկալողներ եղան, ինչքան շատ եղան, այնքան այս երգիրը արդեն քաղաքացի է ստացե, քաղաքացի ունի, այնքան այս երգիրը տեր ունի, այնքան այս երգիրը կրող ունի, կրող։ Անգամ եթե սահմանադրական դատարան այս որոշումը, այս օրենքը ճանաչի սահմանադրական, դա ոչինչ չի, սահմանադրական, սա չի կարա լինի սահմանադրական։
ամփոփեմ խոսքս, ժողովուրդը ունի հանրակրվեով սահմանադրություն փոխելու սահմանադիր իրավունք, նրա մասնակցությունը հանրակրվեին, նրա հանրակրվե անելու իրավունքը սահմանափակելու իրավունք չունի, ոչ մի սահմանադրված իշխանություն, ոչ դատական, ոչ օրենսդիր, ոչ գործադիր, չկա սահմանադիր լինելու իրավունքը սահմանափակող օրենք, կարգ, իշխանություն, ոչ դատական, ոչ օրենսդիր, ոչ գործադիր, չկա։ Թերևս այսքանը։ Շնորհակալ եմ ինձ հետևելու համար։ Այս կարևոր է, որ մենք իմանանք, որովհետև ես հիմա խոսում եմ մեր քաղաքական դավանանքի մասին։ Այն ինչ ես խոսում եմ իմ քաղաքական կրոնն է։ Այդքան էսի կարևոր է։ Եթե մենք կունենանք այս քաղաքական պաշտամունքը, մենք կունենանք երկիր ու պետություն։ Եթե մենք սա չենք ունենա, կունենանք միայն իրական զուտ կրոնական պաշտամունք, կամ կլինենք նյութի պաշտամունք, կամ միայն մեր մշակույթի պաշտամունքով կզբաղվենք, մենք պետություն չենք ունենա։ Մենք կունենանք եկեղեցի, կունենանք մշակույթ ու կունենանք նյութ, տուն, տեղ, ավտո, շորեր, բայց պետություն չենք ունենա։ Որպեսզի մենք ունենանք պետություն, մենք պիտի ունենանք քաղաքական պաշտամունք։ Այսօր ես այդ քարոզն էի անում, հուսամ սա չի լինի անապատում կանչողի ձայնը։ Հələ ինչքան հիշում եմ այդ ոտամանավորն ասեմ ու եսի պրծնենք, բայց մի քիչ կաշխատեմ զուս սպասել։ Լսիր որդիս պատգամ որպես սիրող քո մոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց։ Հələ պատկերացրեք, այսպես հերը ասեր տղուն կամ աղջկան, դստերը կամ որդուն, այսպես ասեր պետությունն եմ հանձնում, քաղաքական պաշտամունքն եմ հանձնում, հայի պետականորեն կազմակերպվելու մղումն եմ հանձնում։ Չի ասե։ Մերը ասելա։ Հայոց լեզուն հազարագանց։ Կտրել է նա հանց հասխալույս երկինքները ժամանակի, շառաչել է խռովահույզ սլացքի հետ հայկյան նետի։ Ու Մեսրոպի սուրբ հանճարով դարձել է գիր ու մագաղատ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երթը մեր անաղարտ։ Հələ պատկերացրեք պետության մասին, էլի սես բանաստեղծություն ուներ։ Նրանով է մրմնջացել հայ պանդուխտը վերքն իր սրտի, նրանով է որոտացել կռվի երկն իմ ժողովրդի, նրանով է մայրս ջահել ինձ օրորոց դրել մի օր։ Հիմա եկել քեզ է հասել այդ նույն կարկաչը դարավոր, հա ճիշտ եմ ասում, բաց շուրթերդ խոսիր անգին, ժիր դայլայլիր իմ սիրասուն, թող մանկանա քո շուրթերին մեր ալեհեր հայոց լեզուն։ Պատկերացնում ենք քաղաքական գաղափար ունենայինք, պետության պաշտամունք ունենայինք ու այսենց երկեինք, այսպես սերնդե սերունդ հորից որդի ժառանգություն թողնեինք։ Հետո ոնց էր մեր ալեհեր հայոց լեզուն։ Բարձրի պահիր նրան բարձր ու վճի տարարատի սուրբ ձյունի պես, պահիր նրան սրտիդ մոտիկ քո պապերի աճունի պես, ու ոսոխի զարկիցը սև, դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրա, ու տես որդիս ուրել գնաս, այս լուսնի տակ ուրել լինես, իքական սկզբունքա, չէ, արեգակը արական սկզբունքն է, լուսինը իքական սկզբունքն է, այս լուսնի տակ ուրել լինես, թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Պատկերացրա հերը ասի, թե հորդ անգամ մտքիցդ հանես, քո ազգը, քո պետությունը, քո քաղաքական ինքնությունը չմոռանաս։ Էսա։
Ու այսօր մեր քաղաքական ինքնությունը ասում են՝ մի րոպե, դուք բնակիչ եք, դուք հնդիկի հետ, ով քաղաքացիություն չունի, նույն զասլուգան ունեք այս երկրի համար։ Ու եթե այն մեկը չի ապրե վերջին 2 տարվա մեջ մի տարի Հայաստանում, նա հնդիկի չափել զասլուգա չունի։ Այսօր էդ են պարլամենտում հաստատ է, հարգելիներս։ Մենք իրենց արժանի գնահատականը դեռ կտանք։ Իրանք դեռ ստիպված են լինելու հատուցել այս տեսակ հակապետական, հակաքաղաքացիական, հակաքաղաքական ոտնձգությունների համար։ Իրանք հələ դրա համար պատասխան տալու են։ Այս լուսնի տակ ուր էլ գնաք։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։